Արևելյան մի ասացված կա, այդ ասացվածքը ասում է, որ դրախտում երկու թափոր, այսինքն դատարկ աթոռ կա։ Մի աթոռը լավ սկեսուրի համար է հատկացված, մյուսն էլ լավ հարսի համար, բայց ըստ արևելյան այդ ասացվածքի դրանք դատարկ են։ Իսկ հետաքրքիր է, քրիստոնյաների տեսակետից և քրիստոնյաների ապրած կյանքի համեմատ այդ աթոռները դատարկ են, թե զբաղեցված են, և որտեղ են գտնվում այդ աթոռները։ Ինչպես նկատեցիք վերնագրից, այսօր մենք խոսելու ենք մայր-որդի հարս փոխհարաբերությունների մասին։ Այնպես չի, որ այս փոխհարաբերությունները բոլոր ընտանիքներում խնդիրներ են առաջացրել։ Բայց իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քիչ չեն նաև այն ընտանիքները, որտեղ որ շատ լուրջ խնդիրներ կան։ Եվ այսօր մենք կփորձենք Աստծո առջև Սուրբ Հոգու առաջնորդությամբ այդ խնդիրները ոչ միայն Երևան հանել, այլ նաև տեսնենք, թե մեր Աստված ինչպիսի լուծում է առաջարկում մեզ։ Այսօր շեշտը կդնենք մեզ վրա, որպես կին, որպես մայր և որպես կեսուր։ Հարսներին առանձնապես հանգիստ կթողնենք, ոչ թե այն պատճառով, որ հարսները ուղղվելու տեղ չունեն, երկնքից են իջել, ոտքերն էլ մի քիչ ամպոտ է, այլ պարզապես մեր ժամանակը այդքան մեզ չի բավականացնի։ Դրա համար մեր հիմնական խնդիրը կլինի ավելի շատ ուղղված մեզ, որպես կին, որպես մայր և որպես սկեսուր։ Այսօր մենք հնարավորություն ունենք ինքներս անկեղծ լինելու մեզ հետ, նայելու մեզ Աստծո աչքերով, Աստծո խոսքի հայլու մեջ, տեսնելու որտեղ ենք թերացել, որտեղ է, որ Աստծուն հաճելի կյանքով ենք ապրել, ինչ կա, որ պիտի փոխվի մեր կյանքում, բայց տա Աստված, որ միայն լսողներ չլինենք, որ երբ որ այդ հայլուց հեռանանք, հիշենք և խոսքը կատարողներ լինենք։ Ամեն, ամեն։ Եկեք գնանք սկիզբ։ Որտեղ է սկիզբը, գիտեք? Սկիզբը Ծննդոց գիրքն է։ Ծննդոց գիրք, առաջին գլուխ։ Առաջի գլխի 1:28 խոսքում գրանցվեց առաջին ամուսնական ուխտը։ Եվ առաջինը, որ գրանցեց, դա Տերն էր։ Տեր Աստված ինքը գրանցեց այդ միությունը։ Բայց դրանից հետո երկրորդ գլխում երկու պատվիրան տվեց։ Պատվիրան տալուց առաջ տեղադրեց նրանց Եդեմի պարտեզում։ Եվ Եդեմի պարտեզի ինտերիերի հարցերն էլ ինքը լուծեց։ Ծառերը ինքը տնկեց։ Մենք շատ ենք խոսել առաջին պատվիրանի մասին։ Քրիստոնեական աշխարհը շատ լավ գիտի այդ պատվիրանը և դրա հետևանքները։ Դա գրված էր երկրորդ գլխի 16-ից 17 խոսքերում։ Եկեք միասին նորից կարդանք։ Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր, բայց բարի և չարի գիտության ծառիցը մի ուտիր, որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես։ Սա առաջին պատվիրանն էր, որ տվեց։ Եվ մենք գիտենք, սրա հետևանքները բոլորս էլ ճաշակել ենք մեր կյանքում։ Գիտենք, որ սա անհնազանդության պատճառ դարձավ և մարդը արտաքսվեց Եդեմի պարտեզից։ Իսկ որն էր երկրորդ պատվիրանը, որ Աստված դրեց այս պատվիրանի հետ միևնույն հարթության վրա։ Ինչու եմ ես այսպես համարձակ ասում, որովհետև գիտեմ, պատահական բան չի լինում, այդ եթե երկրորդ գլխի մեջ երկու պատվիրան է տրված, նշանակում է նրանք երկուսն էլ հավասարազոր նշանակություն պիտի ունենան արարչագործության համար։ Երկրորդ պատվիրանը գրված է Ծննդոց երկրորդ գլխի 24-րդ խոսքում, սա այսօր մեր հիմնական խոսքն է լինելու։ Եվ Աստված ասաց, սրա ես փակագծի մեջ ավելացրել եմ, կնոջ համար մարդը կթողի իր հայրը և մայրը և կհարի իր կնոջը և մեկ մարմին կլինեն։ Հիմա տեսնենք, թե սա ինչ հետևանքներ պիտի ունենար մարդկության
կյանքում։ Ինչ է կարծում, սա ընտանիքին է վերաբերում, թե ամուսնությանը։ Սա վերաբերում է ամուսնությանը։ Ամուսիններին է սա վերաբերում։ Եվ այստեղ գրված է, որպիսի նրանք մեկ լինեն, պայմաններ կան։ Այդ պայմանները պետք է անպայման կատարվեն։ Խոսքը ասում է, եւ նրանք մեկ մարմին լինեն։ Մեկ բառը եբրայերեն բնագրում գրված է էխատ։ Դա էխատ բառն է։ Ինչ է նշանակում այդ բառը։ Այդ բառը օգտագործված է նաև երկրորդ օրինաց 6-րդ գլխի 4-րդ խոսքում, որտեղ ասվում էր, որ լսիր Իսրայել, քո Տեր Աստվածը Եհովան մեկ Աստված է։ Ու մենք բոլորս գիտենք, որ Աստված երրորդություն է։ Խոսքը ասում է մեկ կլինի, մեկ է քո Աստվածը։ Էխատ է, բայց բաղկացած է 3 տարբեր անձերից, որոնք ունեն նույն էությունը։ Եվ եթե այս նույն բառը օգտագործված է Ծննդոց 2-րդ գլխի 24-րդ խոսքում, նշանակում է, որ երբ որ Աստված ասում է նրանք կհարեն իրար ու մեկ կդառնան, ի նկատի ունի, որ կլինեն տարբեր անձեր, բայց կունենան միևնույն էությունը։ Եվ քանի որ մարդը եռակազմ է, հոգի է, ունի շունչ եւ բնակվում է մարմնի մեջ, նշանակում է մեկ ասելով Տերը իր նկատի ուներ եւ մարմնավոր մեկություն, եւ շնչի մեկություն, եւ հոգեվոր մեկություն։ Մենք բոլորս գիտենք, այսօր աշխարհում մարդիկ պատահական կապերի մեջ են մտնում։ Նույնիսկ ասում են դա մեզ համար սուրճ խմելու նման մի բան է, բայց դա չի նշանակում, որ նրանք մեկություն են դառնում։ Նրանք ֆիզիկապես մեկ են լինում, ֆիզիկապես մեկ լինելը դեռ չի նշանակում լինել մեկություն։ Այն մեկությունը, որ Տերը ի նկատի ուներ Ծննդոց 2-րդ գլխում։ Հիմա եկեք նայենք էկրանի վրա։ Պայմաններն են գրված, որի արդյունքում հնարավոր է մեկ դառնալ։ Առաջին պայմանը մարդը պիտի թողներ իր հորը եւ իր մորը։ Ես մտածում եմ Աստված էլ գիտեր, որ կանայք ավելի հեշտ են իրենց մայրերին ու հայրերին թողնում եւ տեղափոխվում ամուսնու ընտանիք։ Եվ խնդիրը առանձնապես կարծես թե տղամարդիկ են ունենում ծնողներին թողնելու։ Միգուցե դրա համար էր Տերը ասում, որ կնոջ համար մարդը կթողնի իր հորը եւ մորը եւ կհարի իր կնոջը։ Ուրեմն նախ պետք էր թողնել, սա առաջին պայմանն էր։ Բայց թողնելուց հետո կարիք կար հարելու։ Կարող է մարդը թողնել, բայց չհարել։ Հնարավոր է թողնելու խնդիր էլ չունենա մարդը, բայց անպայման, եթե չհարեց, նրանք մեկ լինել չեն կարող։ Իսկ ինչ է նշանակում հարել։ Բնագրային բառը դավակ բառն է, որը նշանակում է, ռուսերենում ասում է պրիլիպիցը, այսինքն կպչել, սոսնձվել։ Ոչ միայն մարմնով իրար հետ ֆիզիկապես մեկանում են, այլ շնչի եւ հոգու բնագավառում այնպես են միաձուլվում իրար, ասես կպել են, սոսնձվել են, այնպես որ իրարից առանձնացնելը դժվար է։ Համեմատության համար ասեմ, այս բառը օգտագործվում է այնտեղ, երբ որ նկատում են մկանը միացված է ոսկով, կամ մաշկը կպած է մկանի հետ։ Հեշտ է արդյոք առանձնացնել։ Հնարավոր է առանց ցավի առանձնացնել։ Հնարավոր չի։ Եթե ամուսինները էխատ ձևով մեկացել են, նրանց իրարից բաժանելը հեշտ լինել չի կարող։ Դա շատ ցավոտ պրոցես կլինի, շատ մեծ ցավ կպատճառի երկու կողմին։ Այնպես որ սիրելի քույրեր, ես ինձ ուզում եմ իրավունք վերապահել եւ ամուսնական համամարտկային երջանկության սկզբունք բոլոր ժամանակների համար եւ բոլորի համար վերցնել այս խոսքը։ Կնոջ համար մարդը պիտի թողնի իր հորը եւ մորը
որ բարի իր կնոջը եւ նրանք միասին մեկ ամբողջություն դառնան։ Իսկ ինչ է ամուսնությունը եւ ինչ է ընտանիքը։ Որն է որի վրա հենված։ Կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեք, եթե ասեմ, որ սկսվում է ամուսնությունից եւ ընտանիքը հենվում է ամուսնության վրա։ Ամուսնությունը դա ուխտ է, արյան ուխտ է, երկու անձերի միջև։ Ես գիտեմ, որ ձեզ նորություն չեմ ասում։ Երկուսը միանում են իրար հետ արյան ուխտով, այն, որ կարմիր շրջանակի մեջ ենք վերցրել երկուսին, սա խորհրդանշում է հենց այդ ուխտը։ Այսինքն ամուսինների միջև կան ուխտի հարաբերություններ։ Եկեք սրան անվանենք առաջնային հարաբերություններ կամ ուխտի հարաբերություններ։ Իսկ ընտանիքի մեջ միայն ամուսինները չեն մտնում։ Ասենք Ադամը եւ Եվան չունեին երկրային ծնողներ։ Ադամը նույնիսկ ծնողներին թողնելու խնդիր էլ չուներ։ Բայց երբ որ խոսքը մեզ է վերաբերում, մենք ընտանիք ունենք։ Մեր ընտանիքի մեջ մտել են մեր հայրը, մայրը, եղբայրը, քույրը կամ եղբայրները, քույրերը, մի քիչ ավելի պարզեցված ենք ներկայացրել, երբ որ միայն մի եղբայր եւ մի քույր ենք ունենում, բայց հնարավոր է, որ ավել էլ լինեն։ Հիմա եկեք այս երկուսին, տղամարդուն եւ կնոջը, իրար հետ ամուսնական ուխտի մեջ մտցնենք եւ կիրառենք Ծննդոց 2:24 խոսքը նրանց ուխտի նկատմամբ։ Նրանք մտան ամուսնական ուխտի մեջ։ Բայց այս ընտանիքում, եթե մենք այս տեսքով թողնենք, ամուսնական էլի ուխտեր կան։ Ուխտի մեջ են գտնվում եւ տղամարդու ծնողները, եւ կնոջ ծնողները։ Բավականին բարդ մարդկային փոխհարաբերություններ ստացվեցին։ Ոչ մեկը չի կարող սրանցից հեշտությամբ գլուխ հանել։ Դրա համար էլ Աստված տվեց Ծննդոց 2:24-ը։ Մարդը պիտի թողնի, կինը թողել է, մարդն էլ պիտի թողնի իր ծնողներին։ Կապերը թուլացան։ Այդ կապերը, որոնք որ անհետացան էկրանի վրայից, եկեք անվանենք ընտանեկան կապեր կամ երկրորդային կապեր։ Ես սա ինձանից չեմ հանում։ Խոսքը ասում է՝ պիտի թողնի։ Դրա համար էլ ես կապերը ձեր աչքի առջև թուլացրեցի։ Եվ ինչ է կատարվում, որպեսզի այս ուխտը ամրանա, ըստ այդ խոսքի 5 կապերը պետք է անպայման թուլանան։ Ծննդոց 1:28-ը վերաբերում է ընտանիքին։ Նա ասում է, Աստված օրհնեց այս ամուսնական ուխտը երկուսի միջև, երկուսին իրար հետ օրհնեց։ Կնոջը առանձին չօրհնեց, տղամարդուն առանձին չօրհնեց, օրհնեց այս ուխտը եւ ասաց. աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը, իշխեք եւ տիրեք։ Եվ այս երկուսը թողեցին այդ կապերը, հիմա պիտի ինչ անեն, պիտի բազմանան։ Ենթադրենք մի առուզավակ ունեցան, հետո ծնվեց նրանց աղջիկը, հետո ծնվեց երկրորդ տղան, սահմանափակվենք այսքանով։ Սա նորից մի ընտանիքի մոդել է, որտեղ ամուսնական ուխտի մեջ գտնվում են ծնողները եւ միայն ծնողները, հայրը եւ մայրը, կինը եւ տղամարդը։ Իսկ երեխաները, որոնք որ ծնվել են այդ ընտանիքում, ամեն մեկը իր ժամանակին պիտի ընտրի իր կողակցին, պիտի նրան հետ հարի, թողնելով իր ծնողներին, այսինքն մտնի ամուսնական ուխտի մեջ, որից հետո պիտի հեռանան։ Ամուսնացրեցինք առաջին որդուն, հիմա ամուսնացնենք աղջկան, հետո ամուսնացնենք տղային։ Նորից մնացին տղամարդը եւ կինը։ Սա նրանց եդեմն է, երբ որ նրանք երկուսով միասին են
եւ ամուսնական ուխտի փոխհարաբերություններ ունեն իրար հետ։ Եվ այս պատվիրանը հնչեց Եդեմում։ Որպիսի մեր կյանքում մենք մեր Եդեմը պահպանենք, մենք պիտի հասկանանք այս ուխտի նշանակությունը մեր փոխհարաբերությունների հարցում։ Եթե մենք ուխտի փոխհարաբերություններ չունենանք մեր ամուսինների հետ, երբեք Եդեմը մեր ընտանիքում չի կարող լինել։ Եվ սրան ես անվանում եմ ընտանիքի բազմացման մեխանիզմ։ Սա հանճարեղ մեխանիզմ է։ Սա մտածված է այնպես, որ ոչ մեկը մենակ չմնա։ Աստված հոգացել է, ամեն մեկը ունենա իր կեսը, իր կողակցին։ Եվ ես ճիշտն ասած, երբ որ այս նյութի վրա մտածում եմ եւ այս սխեմաները ստացվում էին, ես հասկացա, որ այս ուխտի հարաբերությունները, որոնք որ կան, հորիզոնական այս հարաբերությունները, սա ընտանիքի բազմացման մեխանիզմն է եւ սա Աստծո հանճարի գերազանցությունն է ցույց տալիս։ Եկեք ծափարենք մեր Տիրոջը իր տված այս հանճարեղ մեխանիզմի համար։ Եվ զուր չի, որ Առակաց 3-րդ գլխի 11-րդ խոսքում ասված է. նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին։ Ամեն բանի ժամանակ կա, ասում է առաջին խոսքը, եւ ժամանակ երկնքի տակի բոլոր ձեռնարկությունների համար։ Ժամանակ կա ուխտի մեջ մտնելու, ժամանակ կա ծնողներին թողնելու, ժամանակ կա հարելու, ժամանակ կա մեկ լինելու, ժամանակ կա երեխաներ ունենալու, ժամանակ կա այդ երեխաներին գրկելու եւ ժամանակ կա, որ այդ երեխաներին մեր գրկից հեռացնենք։ Մենք պիտի հեռացնենք, որպեսզի այս մեխանիզմը անխափան գործի, անպայման պիտի հասկանանք ժողովող 3-րդ գլխի 5-րդ խոսքի խորությունը։ Ժամանակ կա գրկելու եւ ժամանակ կա գրկիցը հեռացնելու։ Բայց մինչև որ մենք սա կհասկանանք, ես ուզում եմ ձեզ ասել, որ այս մեխանիզմը ենթարկվեց հարձակման չարի կողմից։ Այդ հանճարեղ մեխանիզմը, որ Աստված տվել էր մարդկությանը, Սատանան մուտք գործեց այնտեղ եւ փորձեց այն փչացնել։ Ինչ եք կարծում։ Ինչ կարելի է անել, որպեսզի այդ հանճարեղ մեխանիզմը դադարի գործել այնպես, ինչպես որ Աստված ծրագրել էր։ Ընդամենը մի բան արեց։ Ուխտի փոխհարաբերությունները փոխարինեց ընտանեկան փոխհարաբերություններով։ Առաջնային կապը, առաջնային փոխհարաբերությունը, որը որ ուխտի փոխհարաբերություն էր, դարձրեց երկրորդական կապ, երկրորդական փոխհարաբերություն։ Հիմա նորից եկեք նայենք, որ երկուսը իրար հետ ամուսնանում են, բայց ոչ թե մոր հետ կապը թուլանում է, այլ մարդը չի թողնում իր ծնողներին, չի թողնում իր մորը, եւ նրանց միջև կան ուխտի փոխհարաբերություններ, որոնք ըստ Աստծո ծրագրի պիտի չլինեին։ Եթե արդեն մայրը եւ որդին իրար հետ ունեն փոխհարաբերություններ առաջին անհրաժեշտության, առաջին տիպի, կամ ասեմ ամուսնական տիպի, այս դեպքում այս զավակը, այս տղամարդը իր կնոջը չի կարող հարել։ Դա անհնար է։ Եվ նրանց միջև կայծակ է անցնում։ Հնարավոր է, որ տեղի ունենա նաև բաժանություն, շատ հնարավոր է։ Բայց եթե անգամ բաժանություն չլինի, միևնույն է ուխտի մեջ մտնել նրանք չեն կարող։ Ինչպիսի վարքագիծ պիտի որդեգրի այն կինը, ով որ մտել է, ամուսնացել է այս տղամարդու հետ։ Ուզի չուզի ինքն էլ պիտի մեկին հարի։ Մենք սրա մասին անցած կոնֆերանսի ժամանակ խոսել ենք, որ կինը ունի 8-ից 10 անգամ ավելի շատ զգացմունքներ, քան տղամարդը։ Եվ կինը փափագ ունի մեկին հարելու, իր զգացմունքները ինչ որ միտեղ ծախսելու։ Եվ ըստ Աստծո ծրագրի դա պիտի լինի իր ամուսինը,
Բայց թե չկա, ամուսինը արդեն հարել է։ Եվ այս դեպքում կինը, եթե որդի ունի, հարում է իր որդուն։ Ինչ է անելու այն որդին, որը որ ծնվեց այս ընտանիքում։ Ժամանակը կգա, նա էլ կին կընտրի։ Կինը կմտնի այդ ընտանիք, բայց հարել չի կարող։ Եվ հնարավոր է, որ այս պատկերը կրկնվի արդեն 3-րդ սերնդում։ Եթե չբաժանվեն, պատկերը կկրկնվի։ Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, ինչ պիտի անենք մենք, որպեսզի այս անեծքը թույլ չտանք, որ մեր ընտանիքներում սերնդես սերունդ անցնի։ Հնարավոր է, որ դու երկրորդ օղակն ես այն անեծքի, որը որ փոխադրվել է։ Հնարավոր է առաջինն ես, հնարավոր է երրորդն ես։ Բայց դա Աստված, որ դու հասկանաս քո անելիքը եւ անեծքը ձեր ցեղում դառնա օրհնություն, անեծքը փոխվի օրհնության։ Հիմա եկեք անդրադառնանք նորից ժողովող 3-րդ գլխի 5-րդ խոսքին, որ ասում էր կա գրկելու ժամանակ եւ կա գրկիցը հեռացնելու ժամանակ։ Այս խոսքը փորձենք տեղադրել մեր այս սխեմայի մեջ։ Հայտնի է, որ երեխաները, որոնք որ ծնվում են մեր ընտանիքում, գտնվում են մեր իշխանության տակ, եւ հայրերի, եւ մայրերի։ Բայց Աստված մի հետաքրքիր մեխանիզմ է դրել։ Հոգեբանները պարզել են, որ երբ որ երեխաները թևակողում են հասունացման փուլ, դա կարող է լինել 8, 9, 10 տարեկան հասակում, կախված է երեխաների անհատականությունից։ Նրանց մեջ բացի ֆիզիկական փոփոխություններից, ֆիզիոլոգիական փոփոխություններից սկսվում են հոգեբանական փոփոխություններ։ Ինչ փոփոխության մասին է խոսքը։ Մեխանիզմ է դրված, որ երեխաները սկսում են կամաց հեռանալ իրենց ծնողներից։ Դա արտահայտվում է այն փաստով, որ հասարակության կարծիքը, ընկերների կարծիքը, ուրիշների կարծիքը սկսում է երեխայի համար նշանակություն ունենալ։ Մինչ այդ ամեն բան հեշտությամբ ծնողները կարող են փաթաթել երեխաների վզին։ Ինչ ուզեն կարող են ստիպել, որ երեխան անի, բայց սկսած այդ տարիքից հանդիպում ենք նրանց ըմբոստությանը, հակառակվելուն։ Արդեն սկսվում է մի պրոցես, որ իրենք ունեն իրենց ուրույն կարծիքը եւ փորձում են իրենց կարծիքը պաշտպանել։ Սա փաստորեն ի վերուստ է դրված։ Սա վատ չի, որ մեր երեխաների մոտ սկսում է նկատվել։ Հարկ է, որ մենք հարգենք նրանց անհատականությունը։ Մենք ուղղակի պիտի նրանց սովորեցնենք, ոչ թե նրանց անհատականությունը կոտրենք։ Որոշ երեխաներ հանդիպելով ծնողների ճնշմանը կոտրվում են եւ ողջ հետագա կյանքի ընթացքում կատարում են այն, ինչ որ ծնողները նրանց փոխարեն որոշում են։ Չեն կարողանում այդ ճնշմանը դիմակայել։ Որոշներն էլ դուրս են գալիս ծնողների ճնշման տակից եւ հասարակական կարծիքը սկսում է նրանց կյանքում ավելի մեծ դեր ունենալ։ Այս դեպքում հնարավոր է, որ այդ հասարակության ազդեցությունը եւ դրական լինի, եւ բացասական լինի։ Երկուսն էլ հնարավոր է։ Մենք այսօր դրանց վրա չենք կենտրոնանա։ Բայց մենք պիտի հասկանանք, մենք դրված ենք մեր երեխաների վրա որպես իշխանություն, որպեսզի ոչ թե մեր կարծիքը փաթաթենք, այլ սովորեցնենք նրանց ճիշտ ընտրություն կատարել։ Դրա համար պիտի տանք ինֆորմացիա, պիտի բացատրենք եւ թողնենք, որ իրենք ընտրեն։ Եթե մենք ամեն անգամ մեր կարծիքը փաթաթենք նրանց վզին, արդյունքում մենք ունենանք ընտրություն կատարել չկարողացող երեխաներ, հաշմանդամ երեխաներ, որոնք կմեծանան, ընտանիք կկազմեն, բայց որոշումներ կայացնել չեն կարող, հատկապես տղա երեխաների մասին եմ խոսում, որոնց որ Աստված ստեղծել է գլուխ լինելու համար, որոշումներ կայացնելու համար, բայց որոշումներ կայացնելու պրոցեսը նրանց մոտ սկսվում է հասունացման պրոցեսի հետ համատեղ։
Եվ մենք պատասխանատվություն ենք կրում Աստծո առջև, թե մեր երեխաները ինչպիսի տղամարդ կդառնան իրենց ընտանիքում։ Եկեք հիշենք, երեխաները մեր սեփականությունը չեն։ Գրենք սա մեր սրտի տախտակների վրա։ Քո երեխաները քո սեփականությունը չեն։ Նրանց հոգիների հայրը Աստված է։ Երեխաներին Աստված վստահել է մեզ։ Ինչու՞։ Որպեսզի առաջին պայմանը նրանց համար խնամք տանենք, մինչև որ կդառնան չափահաս։ Չափահաս դառնալուց հետո նրանք դուրս են գալու մեր իշխանության տակից։ Եվ մեզանից է կախված ինքնուրույն կլինեն, թե ոչ։ Երկրորդ, մենք պիտի նախապատրաստենք նրանց ինքնուրույն կյանքի, որ հետո նրանք կարողանան ապրել առանց մեզ։ Ձեզ իզուր է թվում, որ դուք հավիտենական կյանք ունեք այս երկրի վրա եւ միշտ լինելու եք ձեր երեխաների կողքին ու նրանց փոխարեն որոշումներ եք կայացնելու։ Գալու է մի պահ, որ դուք հեռանալու եք այս երկրից։ Հիմա պատկերացրեք, ինչպիսի կյանքով կարող են ապրել ձեր երեխաները, երբ որ դուք այլևս չկաք։ Դուք սրա մասին պիտի մտածեք, երբ որ նրանք դեռևս չափահաս չեն դարձել։ Որպեսզի մենք սա շատ ավելի լավ հասկանանք, եկեք Սուրբ գրային մի ընտանիքի այցելություն անենք։ Ես այնքան սիրում եմ, որ Աստված մեր Սուրբ գրային հերոսներին ներկայացնում է ողջ ճշմարտությամբ, թերություններով եւ առավելություններով հանդերձ։ Մեզ մնում է միայն հետևություններ անել։ Ծննդոց 25-րդ գլուխ 8-րդ խոսք։ Եվ Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, բայց Ռեբեկան Հակոբին էր սիրում։ Սա միակ խոսքն է, որտեղ որ գրված է, որ ծնողը երեխային սիրում էր։ Ուրիշ ոչ մի տեղ չկա, որ ծնողներ սիրեք ձեր երեխաներին, որովհետև դա, ինչպես ռուսներն են ասում, «Սամա սաբոյ ռազումեյցա»։ Դրա կարիքը չկա, բայց եթե Սուրբ Գիրքը գրում է, որ ծնողը սիրում էր իր երեխային, նշանակում է այստեղ մի խորություն կա։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ սիրել բառը փոխել հարել բառի հետ եւ կարդանք միասին։ Եվ Իսահակը հարել էր Եսավին, որովհետև որս էր ուտում, բայց Ռեբեկան Հակոբին էր հարել։ Միգուցե դուք ինձ հետ չհամաձայնվեք, բայց եթե մենք շարունակենք ուսումնասիրել նրանց հետագա կյանքը, կտեսնենք, որ սա իրականություն էր։ Ծննդոց 27-րդ գլխի առաջին խոսքից, որ կարդանք, ես հիմա դա չեմ գրի էկրանի վրա, բայց ձեզ կհիշեցնեմ, որ Իսահակը երբ որ ծերացավ, մտածեց, որ հնարավոր է, որ մի օր մահը իրեն այցելի եւ որոշեց մինչ այդ պահը վրա կհասնի իր որդի Եսավին օրհնի։ Եվ նրան կանչեց իր վրանը եւ ասաց. Գնա որս արա, ինձ համար խորտիկներ պատրաստիր, հետո կբերես, ես կուտեմ, իմ հոգին քեզ կօրհնի։ Բայց դուք նկատել եք, որ վրանում նրանք երկուսով էին։ Ռեբեկան այնտեղ չէր։ Իսկ որտեղ էր այդ պահին Ռեբեկան։ Դա պարզելու համար 27-րդ գլխի 5-ից 6 խոսքերին անդրադառնանք։ Եվ Ռեբեկան լսում էր Իսահակը իր որդի Եսավի հետ խոսելիս։ Եվ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբին ասելով. Ահա լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբայր Եսավի հետ։ Որտեղ էր Ռեբեկան, վրանի դրսի կողմում, ականջ էր դրել։ Ականջ էր դրել, թե ինչ է կատարում վրանի ներսում, եւ սա առաջին անգամը չէր։ Ինչ է ստացվում։ Այն, որ նրանք միասին պիտի լինեին, միասին պիտի որոշում կայացնեին, որ առաջինը Ռեբեկան պիտի իմանար այդ մասին, Ռեբեկան դա իմացավ վրանի այն կողմից։ Ուրեմն նրանք իրար չէին հարել։ Ես համարձակվում եմ այսպիսի եզրակացություն անել։
Այսինքն, այն, որ ըստ Աստծո ծրագրի Իսահակը եւ Ռեբեկան պիտի մտնեին ուխտի հարաբերությունների մեջ, չէին մտել։ Դրա համար մեր կարմիր շրջանակը կետագծերով է արված։ Բայց դրա փոխարեն շատ ընտիր ձևով, շատ սահուն ձևով ամեն մեկը հարել էր իր որդիներից մեկին։ Հակոբը նպատակասլաց մարդ էր, այնպես չէր, որ Հակոբը ինքնուրույնություն չուներ։ Մենք դա տեսնում ենք Եսավի հետ փոխհարաբերությունների մեջ, երբ որ նա օրինական ձևով անդրանիկության իրավունքը գնում է Եսավից։ Այստեղ ոչ մի խաբեություն չկար։ Մեկը վաճառում է, մյուսն էլ գնում է։ Բայց ինչ վերաբերում է մոր հետ ունեցած փոխհարաբերություններին, մենք տեսնում ենք, որ Հակոբը ինքնուրույնություն չուներ։ Ես գիտեմ, որ դուք այդ պատմությանը քաջատեղյակ եք։ Գիտեք, որ երբ որ Ռեբեկան առաջարկում է Հակոբին հորը խաբել, Հակոբը մի պահ փորձում է դեմ կանգնել, բայց Ռեբեկան շատ հեշտությամբ իր կամքը թելադրում է նրան եւ Հակոբը անում է ճիշտ այնպես, ինչպես որ մայրը նրան ասել էր։ Բայց արդյունքում ստացվում է, որ երկու որդիները իրար հետ թշնամանում են։ Եվ Եսավը ատում էր Հակոբին, այն օրհնության համար, որ հայրը նրան օրհնեց։ Եվ Եսավը ասում էր իր սրտումը. իմ մոր համար սքի օրերը մոտենում են, եւ ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին։ Տեսնում եք կնոջ որոշումները եւ ազդեցությունը որդու վրա ինչպիսի հետևանքների կարող է հասցնել։ Այս թշնամության արմատները, սիրելի քույրեր, շատ երկար, սերնդես սերունդ տեղափոխվելով հասնում են այնտեղ, որ Եսավի սերունդը ոչնչանում է, որովհետև ատելությունը արմատ է գցում Եսավի սրտի մեջ եւ ատելությունը պատճառ է դառնում, որպիսի Եդովը կործանվի։ Դրա մասին գրված է Աբդիայի մարգարեության մեջ։ Այնպես որ եթե թշնամություն կա, սա նշանակում է այդ թշնամությունը արմատներ ունի, ինչ որ միտեղ Աստծո դրած կարգ ու կանոնը խախտվել է։ Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. կյանքիցս զզվել եմ քետի աղջիկների պատճառով։ Եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչու է ինձ կյանքը պետք։ Այնպես չի, որ սա սուտ էր, սա ճշմարտություն էր։ Բայց սա չէր պատճառը, որ Ռեբեկան մտնում է Իսահակի մոտ եւ առաջարկում է Հակոբին ուղարկել իր եղբոր մոտ, այնտեղից աղջիկ առնելու։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ Ռեբեկան իր ծրագրերը շարունակում է։ Ռեբեկան է որոշումներ կայացնում այդ ընտանիքում, այն ընտանիքում, որտեղ որ ապրում էր Իսահակը, Աստծո ընտրյալ զավակը։ Բայց դա չէր խանգարում, որ կինը իր կախարդությունները փաթաթեր իր ամուսնու վզին։ Եվ հիմա մենք տեսնենք, թե ինչպես է Իսահակը ենթարկվում կնոջ կախարդությանը։ Իսահակը կանչեց Հակոբին եւ օրհնեց նրան եւ պատվիրեց նրան. Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա Փադան Արամ, քո մոր հայր Բաթուելի տունը, այնտեղից քեզ համար կին առ, քո մոր եղբայր Լաբանի աղջիկներից։ Նկատեցիք ինչ սահուն ձևով Ռեբեկան կարողացավ իր ծրագրերը իրականություն դարձնել։ Եվ հետո մենք կտեսնենք Հակոբին, որը գնում է Լաբանի մոտ, արդեն մոր ազդեցության տակից դուրս գալով հայտնվում է Լաբանի ազդեցության տակ, Լաբանն է նրա փոխարեն որոշումներ կայացնում, որից հետո էլ ամուսնանում է Լաբանի երկու աղջիկների հետ եւ որոշումներ կայացնում են Լաբանի երկու աղջիկները։ Այս հատվածում, որը ես քիչ հետո ձեզ կներկայացնեմ, ցույց է տրված, թե ինչպես են Լաբանի հետ գիշերը անցկացնելու համար երկու քույրեր մտնում իրար հետ առևտրի մեջ։ Եվ Ռուբենը ցորենի հունցքի օրերը գնաց, դաշտումը մանրագորներ գտավ
եւ իր մայր Լիային բերեց։ Ռաքելը ասաց Լիային. «Խնդրեմ, քո որդու մանրագորներիցը ինձ տուր»։ Եվ նա ասեց նրան. «Իմ մարդը առնելը քիչ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Եվ Ռաքել ասաց. «Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պարկի, քո որդու մանրագորների փոխարեն»։ Շատ գեղեցիկ առևտուր էր գնում։ Սա մանրագորների նկարն է։ Մանրագորները սրանք այնպիսի պտուղներ են, որ ըստ քույրերի պատկերացումների այն ժամանակվա ավանդության հմայելու հատկություն ունեին, կախարդելու հատկություն ունեին եւ նաեւ բուժում էին անպտղությունը։ Այդ դրա համար էլ Ռաքելը համաձայնվում է իր ամուսնուն զիջել եւ փոխել մանրագորների հետ։ Պատմության շարունակությունը։ Եվ իրիկունը Հակոբը դաշտից գալիս է։ Լիան դուրս եկավ նրան դիմավորելու եւ ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետեւ քեզ վարձքով առել եմ իմ որդու մանրագորներովը»։ Եվ նա գիշերը նրա հետ պարկեց։ Թվում է, որ մի գիշերը պիտի բավական լիներ, որովհետեւ մանրագորների դիմաց Լիան ընդամենը մի գիշեր էր գնել Ռաքելից։ Բայց որ կարդում ենք այս գլուխը, 30-րդ գլուխը, մենք տեսնում ենք, որ ծնվում է Լիայի 5-րդ որդին, հետո ծնվում է 6-րդը, հետո ծնվում է նրանց աղջիկը Դինան, այսինքն Հակոբը, երբ որ մի գիշերով մտավ Լիայի մոտ, այդ գիշերը ձգվեց 3 տարուց ավելի։ Այդքան էլ հեշտ չէր Հակոբի համար Լիայի ազդեցության տակից դուրս գալը։ Նա չէր կարող այդքան հեշտությամբ պոկվել։ Բայց հետագայում մենք տեսնում ենք, որ Հակոբը վերափոխվում է։ Հակոբի կյանքում մի շատ կարևոր փոփոխություն է կատարվում, երբ որ նա ամբողջ գիշեր կարչում է Աստծուց։ Եվ Հակոբը դրանից հետո գլուխ է դառնում։ Փառք Աստծու իր այցելությունների համար։ Շատ մարդկանց կյանքն է փոխվում, երբ որ Աստված այցելություն է անում։ Եվ մարդը կարող է պոչից դառնալ գլուխ։ Մինչ այդ, երբ որ երեխաներ էին ծնվում, երեխաների անունները որոշում էին քույրերը, Լիան եւ Ռաքելը։ Ելնելով իրենց ապրումներից անուններ էին կնքում։ Բայց երբ որ Հակոբի վերափոխվելուց հետո ծնվում է Բենյամինը եւ Ռաքելը մահվան մահճում անուն է դնում իր զավակին, Հակոբը դրան դեմ է կանգնում եւ փոխում է անունը։ Չնայած դա իր սիրելի կնոջ մահվան մահճում ունեցած վերջին ցանկություններ, բայց Հակոբը դրան դեմ է կանգնում։ Եվ որպես կանոն, եթե մենք նայում ենք, եթե կինը իշխում է իր ամուսնու վրա, նա նրան չի հարում, չի կարող հարել։ Այս դեպքում ռիսկային գոտում են հայտնվում նրա երեխաները, երեխաներից մեկը, հաճախ դա լինում է փոքրը, բայց պարտադիր չի, որ փոքրը լինի։ Կինը կարող է երեխաներին չհարել, կարող է նվիրվել աշխատանքին, այս մասին մենք խոսել ենք անցած անգամ, կարող է կենդանի պահել, նրան նվիրվել, բայց շատ հաճախ մայրերը հարում են իրենց որդիներին։ Սա կատարվում է այն դեպքում, երբ որ մայրերը, կանայք ավելի շուտ, իրենց ամուսիններին չեն հարում։ Ծննդոց 3-րդ գլխի 16-րդ խոսքը եկեք հիշենք. «Դեպի քո մարդը լինի քո փափագը եւ նա իշխի քեզ վրա»։ Հստակ գրված է. ամուսինը իշխի կնոջ վրա։ Եթե այս պայմանը մեր ընտանիքներում իրականություն չի դառնում, արդյունքում լինում են խաթարված հարաբերություններ, խեղված ճակատագրեր։ Եկեք անդրադառնանք մեր օրերին։ Այնպես չի, որ այսօր եկեղեցում այսպիսի խնդիրներ չկան եւ եկեղեցին զերծ է։ Եկեղեցում էլ ես ուսումնասիրել եմ, արդեն մի տարուց ավել է,
Անընդհատ, ում որ հանդիպում եմ, ես ուսումնասիրում եմ ընտանիքները։ Եվ ես տեսնում եմ, որ սա խնդիր է շատերի մոտ։ Կանայք ամուսիններին հարելու փոխարեն հարել են իրենց զավակներին։ Շատ հազվադեպ եմ հանդիպել, որ կինը հարի իր դստերը։ Կարելի ասել մի դեպք գիտեմ իմ հանդիպած օրինակների մեջ, բայց մնացած դեպքերում որդիների հետ են մայրերը հարում։ Եվ սա չեն անում գիտակցական մակարդակով, սա արվում է ենթագիտակցական մակարդակով։ Չեն էլ նկատում, չեն էլ հասկանում։ Մեր վարքագիծը որոշվում է մեր գիտակցության մեջ եղած ինֆորմացիայով։ Իսկ այդ ենթագիտակցությունը լցվել է մեր երկրային կյանքի բոլոր ժամանակահատվածում։ Եվ մենք այդ ինֆորմացիայով էլ ամուսնական ուխտի մեջ ենք փորձում մտնել։ Ես տեսել եմ ընտանիքներ, որտեղ որ ծնողները հասկացել են, որ իրենց զավակները պիտի ամուսնանան։ Տարիքը հասել է, բանակից վերադարձել են, պիտի ամուսնանան։ Գիտակցաբար մոտեցել են այս հարցին։ Մեծ եւ ճոխ հարսանիքներ են արել։ Բայց դրանից հետո ենթագիտակցության մակարդակով դուրս են եկել հարցների դեմ։ Տարիներ առաջ, երևի թե մի 27-28 տարի առաջ մեր հարևանը այդպիսի մի մեծ հարսանիք արեց։ Այն ժամանակ դեռ վրանների մեջ էին անում, կամ տներում էին անում, բայց նա վարձեց մի մեծ սրահ եւ այնտեղ շատ ճոխ հարսանիք արեց։ Ռիմա Սարիբեկյանին էլ հրավիրել էին, որ երգեր։ Ես դա ասում եմ մոտ 30 տարի առաջ, երբ այդպիսի պրակտիկա դեռ ընդունված չէր։ Ես իմ կյանքում այդպիսի ճոխ հարսանիք դեռ չէի տեսել։ Վերջերս իմանում եմ այդ պատմության որոշ մանրամասներ։ Մի շաբաթ հետո բարեկամներից մեկը այցելում է եւ տղայի մայրը բարեկամին ասում է. «Չէ, սա լինելու բան չի։ Այս աղջիկը հարմար չի իմ տղային։ Ուրիշ մեկին գտեք»։ Հետո նրանք երեխա ունեցան, բայց միևնույն է, վերջի վերջո բաժանվեցին։ Մի ուրիշ պատմություն էլ պատմեմ։ Հայրենական երկրորդ մեծ պատերազմի ժամանակ գիտեք, որ շատ տղամարդիկ զոհվեցին, շատ կանայք մնացին առանց տղամարդու։ Եվ այդ կանայք ում պիտի հարեին, հիմնականում իրենց տղա զավակներին։ Իմ տատն էլ հարել էր հորեղբորս։ Տարիքը հասավ, տատս նրան նշանեց, բայց հետո նշանը ետ տվեցին, ես այս մանրամասները հետո եմ փորփրել իմացել։ Նշանը հետ տվեցին, որովհետև երբ որ այդ աղջիկը մեր տանը նստած էր եղել, իր նշանացի հորեղբորս ընկերը ներս էր մտել եւ այդ աղջիկը ոտքի չէր կանգնել։ Այս պատճառով նշանը հետ տրվեց։ Միգուցե աղջիկը հուզված էր եղել։ Հուզմունքից մարդիկ կարող են շատ սխալներ թույլ տալ, եթե դա կարելի է սխալ համարել։ Տատս հորեղբորս ամուսնացրեց։ 3 ամիս հետո բաժանվեց հորեղբայրս, եւ երբ որ կնոջ բարեկամները հարցնում էին, ինչն է պատճառը, ասում էին, որ մեզ հետ այդ հարսը կլաս էր խաղացել։ Մեզ ցույց էր տվել, թե մենք ոնց պիտի խաղանք։ 3-րդ անգամ ամուսնացավ հորեղբայրս։ Այնպես չէր, որ տատս չէր ուզում, որ իր տղան երջանիկ լինի։ Սա կատարվում էր ենթագիտակցության մակարդակով։ Սա այսօր էլ է կատարվում։ 3-րդ կինը մի քիչ երկար մնաց։ Արդեն առաջին որդին էր ծնվել, նորից տատս դուրս եկավ կնոջ դեմ։ Ես չգիտեմ, թե այս ժամանակ ինքը ինչ պատճառաբանություն բերեց, բայց հորեղբայրս խելք էր հավաքել։ Կանգնեց կնոջ եւ մոր միջև եւ ասաց, որ ինքը չի բաժանվելու։ Ամեն ինչ ընկավ իր տեղը։ Շատ երջանիկ ընտանիք են, բայց ես կարծում եմ, որ հորեղբայրս առաջին կնոջ հետ էլ կարող էր երջանիկ ապրել։ Եվ ինչ է կատարվում, երբ որ մայրը ենթագիտակցության մակարդակով դուրս է գալիս իր հարսի դեմ։
Դեպքեր կան, որ տղամարդը ինքն է ուզում թողնել իր մորը, ծննդոց 2:24-ը իրականություն դարձնել, անկեղծ սրտով ուզում է թողնել, ուզում է իր կնոջը հարել, բայց չի կարողանում մոր կարծիքին դեմ գնալ, մայրը թույլ չի տալիս։ Բայց հնարավոր է, որ տղամարդը ինքը պատրաստ լինի թողնելու, այդ կապը թուլացնելու եւ իր կնոջը հարելու։ Անկախ մոր դիրքից։ Սա կախված է նրանից, թե ասենք այդ տղամարդը ինչքան է ինքնուրույն, արդյոք կարող է նա իր մորը դեմ գնալ, թե չի կարող։ Ես երկու դեպք պատմեմ ձեզ։ Երկու երիտասարդ աղջիկներ համարյա միաժամանակ ամուսնացան։ Հոգևոր էին, ամուսնացան աշխարհիկ տղաների հետ։ Պայմանական անվանենք առաջին, երկրորդ աղջիկներ։ Առաջին աղջիկը ամուսնացավ եւ ասենք հերթական անգամ, երբ որ գլխացավ էր ունեցել, զանգել էր ամուսնուն, որ իր համար գլխացավի դեղ բերի։ Հետո երբ որ սկեսուրը իմացել էր այդ մասին, մի մեծ պատերազմ էր սարքել, ասելով, որ դու ինձ պիտի ասեիր, ես պիտի որոշեմ, դու այդ դեղը խմես, թե չխմես։ Փառք Աստծո, որ որդին վերադարձել էր ընտանիք։ Եվ երբ որ իմացել էր, թե բանն ինչումն է, մորը ասել էր, սա իմ կինն է, ես պիտի որոշեմ, նա ինձ պիտի հարցնի, դու մի խառնվի։ Ասեմ, որ այս կինն էլ էր առանց ամուսնու մեծացրել իր տղային։ Ամուսինը մահացել էր, բայց քանի որ տղան փոքր տարիքից ընտանիք էր պահել, արդեն պատասխանատվության զգացում ուներ եւ թույլ չտվեց մորը հայտնվելու իրենց ամուսնական ուխտի արանքում։ Հիմա երկրորդ աղջկան անդրադառնանք։ Երկրորդ աղջիկն էլ ամուսնացավ, ընդ որում սկեսուրն էր ընտրել աղջկան։ Գնաց ընտանիք եւ պարզվեց, որ արդեն շատ խորը փոխհարաբերություններ կա մոր եւ որդու միջև։ Սկզբում սկեսուրը դեմ էր կանգնում, ասում էր երեխա եմ ուզում, դու դեռ երեխա չես բերել։ Անընդհատ հիշեցնում էր, որ քո ոտքերի տակ եղած հողը երերուն է։ Փառք Աստծո երեխա ունեցան։ Դրանից հետո սկեսուրն ասում է, նայում է հարսին, նայում է թորանը, որին որ այդքան փափագում էր եւ ասում է. 2 ուտող բերան են ավելացել։ Սրանք իրական պատմություններ են, սիրելի քույրեր։ Որովհետև հարսը ոչ մի ձևով չի տեղավորվում այն սխեմայի մեջ, որը որ ասենք ընտանիքի որոշ անդամներ ունեն։ Մինչ այդ ապրում էին այսպես, ամեն բան իր տեղը ուներ, ամեն իր ուներ իր տեղը, հիմա հարսը եկել է, տարածք պիտի նրա համար առանձնացնենք, բացի այդ, որ ուտող բերան է ցանկություններ էլ ունի ինչ-որ, չգիտես որտեղից։ Եվ հարսին նայում են ինչպես կույրաղիկ, հաց ուտող բերան։ Մի ուրիշ ընտանիքի պատմություն էլ պատմեմ։ Երբ որ ես այս համաժողովին պատրաստվում էի, ես խնդրեցի, որպեսզի ասենք վկայություններ, այնպիսի վկայություններ, երբ որ Աստված միջամտել էր եւ հարաբերությունները բժշկվել էին։ Աստված ուզում է բոլորիս կյանքում միջամտել, բայց մենք պիտի թույլ տանք, որ նա միջամտի։ Եվ շատ քիչ վկայություններ եղան։ Բայց փոխարեն այնքան շատ են այն պատմությունները, որոնք որ պատմում են այս խաթարված փոխհարաբերությունների մասին։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ որ մայրը 2 տղա ունի, մեկին ամուսնացրել է, բայց ամուսնացած տղան հեռու է ապրում Ռուսաստանում է, եւ այդ տղայի կինը իր երեխայի հետ ապրում են տղայի մոր հետ։ Եվ այդ տանը ապրում է նաեւ երկրորդ տղան, ով որ խնամում է, պատասխանատվություն է կրում այս 3-ի համար եւ իր համար։ Հիմա եկեք այսպես նայենք։ Ամեն բան իր տեղ ունի այս ընտանիքում։ Հարսն էլ կա, թորն էլ կա, պահողն էլ կա։ Եվ հիմա, չգիտես ինչու էս երկրորդ տղան որոշում է ամուսնանալ։ Եվ ամուսնանում է։
աղջիկը մտնում է այս ընտանիք, որտեղ ամեն բան արդեն դրված է իր տեղում։ Ու փորձում է իր իրավունքները պաշտպանել, ասելով, որ սա իմ ամուսինն է։ Շուռ են գալիս, ասում են, մենք էլ գիտենք դու հոգևոր ես։ Կնոջ համար մարդը պիտի թողնի իր հորը եւ մորը, որպիսի հարի իր կնոջը, եւ նրանք երկուսը մեկ լինեն։ Այլապես մենք կանայքս այսպիսի հատկություն ունենք, քանի որ մենք զգացմունքային մեծ արսենալ ունենք, մի մեծ ֆոնդ ունենք։ Մենք մեր ընտանիքների մեջ մեզ համար մինի ընտանիք ենք ստեղծում, պսևդո ընտանիք։ Ում նկատմամբ, որ մեր զգացմունքները ուղղել ենք, մենք նրանց հետ կապվում ենք, իսկ մյուսներին այդ կապից դուրս ենք թողնում։ Մեր քույրերից մեկը, որը նոր էր ապաշխարել, մի օր ասաց. շատ եմ սիրում որդուս, առանց նրա չեմ կարող ապրել։ Թոռներիս էլ եմ շատ սիրում։ Ես ուզում եի հարցնել. իսկ ինչպիսի վերաբերմունք ունես այդ դեպքում հարսիդ նկատմամբ, որտեղ է քո հարսը քո կյանքում, ինչ դիրք ունի, իսկ ամուսինդ ինչ դիրք ունի։ Բայց ես չէի կարող դա ասել, որովհետև նա դեռ նոր էր ապաշխարել, չէր հասկանա ինչ եմ ասում։ Բայց ես հասկացա, ընտանիքի մեջ մինի ընտանիք էր ստեղծել իր համար։ Եվ եթե որևէ մեկը փորձեր այդ ընտանիքի մեջ փոփոխություն մտցնել իր ընտանիքի մեջ, արծվի նման, ինչպես գիշատիչ թռչուն կհարձակվեր նրա վրա։ Ու ես հասկացա, թե ինչու շատ ընտանիքներ կան, որտեղ որ ամուսինները, ասենք, հասուն տարիքում են, երեխաներին ամուսնացրել են, բայց մի տան մեջ իրենց ամուսինների հետ բաժանված են ապրում։ Որովհետև այդ տղամարդը, երբ որ դուրս է մնացել կնոջ պատկերացրած մինի ընտանիքից, դե տղամարդը ինչքան պիտի համբերի։ Գալիս է մի պահ, որ նրանց հարաբերությունները խզվում են, բայց շարունակում են ապրել միևնույն հարկի տակ։ Եթե մեր երեխաները ամուսնանում են, ոչինչ առաջվա նման պիտի չլինի մեր կյանքում։ Մեծ փոփոխություններ պիտի կատարվի։ Նրանք արդեն դուրս են գալու մեր իշխանությունից եւ պիտի մտնեն ուխտի հարաբերությունների մեջ։ Մենք պիտի սրան պատրաստ լինենք։ Մենք պիտի հասկանանք, սա է Աստծո կամքը, սա է դրախտ ունենալու պայմանը։ Ամեն։ Փաստորեն մենք հիմա խոսում ենք երկու տիպի հարաբերությունների մասին՝ մայր-որդի եւ որդի-հարս։ Սրանք երկու տեսակի կապեր են։ Երկուսն էլ ուզում են հաղթող լինել։ Բայց չգիտես ինչու ավելի հաճախ հաղթում է առաջինը։ Մայր-որդի կապը շատ հաճախ հաղթում է որդի-հարս կապին։ Ինչու։ Որովհետև այդ կապը նոր չի, նա պատմություն ունի։ Իսկ հարսի եւ որդու պատմությունը նոր պիտի սկսվի։ Երկրորդ պատճառը, մայրը ավելի փորձառու է։ Մայրը ունի իմաստություն, տարիների ընթացքում իմաստություն է ձեռք բերել, գիտի տղամարդու հետ փոխհարաբերվելու ձևերը, տիրապետում է այդ հմտությանը։ Մայրը կարողանում է շատ հմտորեն որդու ուշադրությունը դարձնել շեղել հարսի թերությունների վրա։ Եվ անգամ կարող է հասնի բանը ծեծի։ Այս դեպքում մայր ու որդի դառնում են հանցակիցներ եւ նրանց կապը ավելի է խորանում։ Դրա համար էլ այդ կապը շատ հաճախ հաղթում է երկրորդ կապին։ Մի կին էլ կար, երկու որդի ուներ, մեկին ամուսնացրել էր, երկրորդը դեռ նշանված էր, շատ էր սիրում որդու նշանածին, արտահայտվում էր, ամեն անգամ երբ որ տեսնում էր այդ աղջկան, ասում էր, ես քեզ շատ եմ սիրում, այնքան ժամանակ, քանի դեռ այդ կինը տուն չէր մտել, հարսը տուն չէր եկել, հենց որ հարսը տուն է գալիս, վերաբերմունքը շատ կարճ ժամանակում փոխվում է, մի անգամ անկեղծանում է, ասում է,
սիրում եմ ասում է, որ մեծ տղաս իր կնոջը ծեծում է։ Բայց երկրորդին, ասենք, Նանոին չեմ սիրում, որովհետև Արմենս նրան չի ծեծում։ Ինչ է կատարվում։ Այս դեպքում մայրը ունի իր ինքնարժեքը, իր եսը հաստատելու խնդիր, իր ինքնասիրությունը պիտի ինչ-որ ձևով շոյվի։ Եվ երբ որ մեկին ցածրացնում են, մեխանիկորեն իր դերը բարձրանում է։ Այդպիսի ֆիզիկայի օրենք կա։ Մի հարթության մեջ գտնվող մի բան վերցրեք, մեկը սեղ մեկ, եթե նրանք իրար հետ կապ ունեն, մյուսը կբարձրանա։ Եվ երբ որ հարսին ստորացնում ենք, մեր ինքնասիրությունը շոյվում է։ Սա նշանակում է, որ մեր որդիները փաստորեն մեզ ավելի շատ են սիրում, որ մեզ չեն ծեծում, բայց նրանց ծեծում են։ Եվ չհայտագրված, չհայտարարված պատերազմ է սկսվում, որը կավարտվի ինչ-որ մեկի հաղթանակով։ Կտո կավո։ Նույնիսկ սկեսուրներից մեկը հարսի վրա մատ էր թափ տվել ու ասել էր. «Դե կտեսնես, ես քեզ հաղթելու եմ»։ Հասկանալով, որ ինքը բոլոր շանսերը ունի։ Եվ նրանք, ովքեր որ այս հակամարտության մեջ, այն տղամարդիկ, որոնք որ չեն կարող թողնել իրենց մայրերին, այդպիսի ընտանիքները բաժանվում են։ Բայց փառք Աստծո, երբեմն որոշ որդիներ կան, որ սթափվում են, դուրս են գալիս մոր իշխանության դեմ եւ կարող են թողնել հայրական տունը ու հեռանալ։ Դեպքեր են լինում, որ տղամարդիկ հասնում են հոգեկան խանգարման։ Սիրելի քույրեր, ես սրանք ասում եմ իմ հետազոտությունների հիման վրա։ Երբ որ կինը եւ մայրը մի տղամարդու համար պատերազմում են, երկուսն էլ հավակնում են միևնույն տղամարդուն, եւ տղամարդը չի կարողանում կողմնորոշվել, լավ է, երբ որ կողմնորոշվում է, կամ մորն է ընտրում, կամ կնոջը, բայց պատկերացրեք, որ չունի, ասենք, անհատականություն, ինքնուրույնություն չունի, մայրը խեղդել է, այսպիսի երիտասարդները կարող են հասնել հոգեկան խանգարման, որից հետո կինը մեղադրում է կեսուրին, որ նա էր պատճառը, կեսուրը մեղադրում է հարսին, որ դա հարսի պատճառով է կատարվել։ Բայց փառք Աստծո, մեզ համար փոխվելու հույս կա։ Գիտեք ինչու։ Որովհետև մենք գիտենք, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, եւ նա կարող է մեր կյանքը փոխել, եթե մենք այդ խոսքը ընդունենք մեր կյանքում։ Ուզում եմ, որ դուք գիտակցեք, եթե քնքուշ վերաբերմունք ունեք ձեր որդիների նկատմամբ, սա կարող է անեծքի հանգեցնել։ Անկամ այսօր աշխարհն է դա նկատել։ Երեկ կարդում էի մի հոդված, որտեղ գրված էր, ասում են, գրված էր այսպես. եթե մի ընտանիքում ամուսինները բաժանվում են, չգիտես ինչու, երկրորդ, երրորդ սերնդի մեջ դա կրկնվում է։ Եթե գրված էր մի կին առանց ամուսնանալու երեխա է ունենում, չգիտես ինչու նրա աղջիկն էլ է այդպես վարվում։ Բայց մենք հասկանում ենք, սա անեծք է։ Սրա արմատները հոգևոր են։ Մենք այսօր պիտի նաև հոգևոր արմատներին անդրադառնանք այս խնդրի։ Առաջին մասում ես ձեզ հոգեբանական արմատները ցույց տվեցի, հոգեբանական պատճառները, բայց երկրորդում խոսելու ենք հոգևոր պատճառների մասին։ Երբ որ ես ասում եմ, որ ճիշտ է, որ տղամարդը թողնի իր ծնողներին, եսի նկատի չունեմ, որ անպայման պիտի ուրիշ տեղ գնան ապրեն, որովհետև ես հասկանում եմ, մեզ մոտ Հայաստանում այդպիսի հնարավորությունը շատ քիչերը ունեն։ Ես էլ չեմ ունեցել այդ հնարավորությունը, բայց երբ որ ես ամուսնացամ, ես հիմա անալիզ եմ անում, ետ եմ նայում ու հասկանում եմ, երբեք ոչ իմ սկեսուրը, ոչ իմ սկեսրայրը չեն խառնվել մեր ընտանեկան գործերին։ Եվ նրանք նպաստել են իրենց այդ դիրքով, որ մենք իրար հետ մեկ լինենք, իրար հարենք։ Իմ երջանկության գաղտնիքը այստեղ է, որ ես անկախ իմ կամքից,
ընտրել եմ այնպիսի տղամարդ, ով գլուխ էր, ու մայրը գիտեր, որ պիտի չխառնվի։ Այնպես, որ կարելի ապրել մի հարկի տակ, բայց ազատ արձակել մեր զավակներին, որ նրանք երջանիկ լինեն։ Սուրբ Գիրքը ասում է հարգիր եւ պատվիր քո ծնողին։ Սուրբ Գիրքը չի ասում հարիր քո ծնողին։ Չկա այդպիսի խոսք, դա սուտ է։ Բայց փոխարենը հոգևոր երիտասարդներից մեկը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն ցուցաբերելիս ասել էր. Աստված ասում է հարգիր քո ծնողին։ Այսինքն անհարգալից վերաբերմունք ունեցիր քո կնոջ նկատմամբ։ Այսպես է հասկացվում։ Ես գիտեմ, որ ճիշտ է, որ տղամարդիկ էլ սա գիտակցեն, բայց մենք կարող ենք մեր ընտանիքում ապրող տղամարդկանց, մեր երեխաներին սա սովորեցնել։ Ծնողին պետք է հարգել, բայց կնոջը պիտի հարես, որ նրա հետ մեկ լինես։ Եվ սա շատ հստակ մոդել է։ Այստեղ ոչինչ չես կարող ավելացնել, ոչինչ էլ չես կարող պակասեցնել։ Սա հանճարեղ մոդել է։ Կնոջդ պիտի հարես, բայց ծնողիդ պատվիր, հարգիր, պահիր եւ սիրիր։